ինչ հարց ունեք, ինչ խնդիր ունեք, ինչ եք ուզում, ոնց եք պատկերացնում, որ մեր մոտեցումը, մեր ծրագիրը ձեզ ներկայացնեմ։ Բարձա բոլոր տեղերը հանդիպում եմ, շրջում եմ, գյուղերով, տարածքներով, հիմնական բոլորի խնդիրը մեկն է։ Բոլորն ուզում են խաղաղություն, ուզում են իրենց վիճակի բարելավում, ուզում են կարողանան պայման հնարավորություն իրենց աշխատանքով աշխատեն, իրենց տունը պահեն։ Սա որ ուշադրություն դարձնեն, անտեսված չլեն։ Ճիշտ է թե ոչ։ Շատ ճիշտ է։ Այսօր հիմնական ասենք թե գյուղական տարածքներում, համայնքներում, քաղաքներում աշխատանք են ուզում են ապահոված լինի, աշխատանքով կարող են այդ պարտքերը, վարկերը, կարող են դրան տակից դուրս գան, որ այս մասին մտածող լինի։ Ամենակարևորը Ջորջան, աննարի ոչինչ չկա, ձեր ցավը տանեմ։ Հիմնական խնդիրը, որ այսօրին ենք, ոչ ճիշտ կառավարումն է, որ կառավարումը պետք է լինի այնպիսի մարդիկ, կապ չունի կուսակցական պատկանելությունը, կապ չունի ազգանունը, կապ ունի մարդը, որ այդ ոլորտում աշխատել է, աշխատում է, փորձ ունի, տիրապետում է եւ կարողանում է մարդկանց մատից փուշ անի։ Այսօր հիմա էլ դրել ասենք թե մարզպետների նշանակով, որ մարդը կարող է Երևանից ուղարկեն, իսկ կապել չունի տարածքը, չի տիրապետում, ոչ տարածքը, ոչ գյուղը, որ նա այդ շփված լինի, տեսած լինի։ Պետք է դες նշանակում չլինի, մարզպետը պետք է տարածքը ճանաչի, մարզը պետք է ճանաչի այդ մարդուն։ Ինքը պետք է տարածքը իմանա, ինչ պետք է արվի, ոնց արվի։ Դե չէ միայն փափուկաթոռին նստելով ասենք թե նշանակում են, թե ով ավելի կարողում է ճարտար խոսի կամ ես իմ գովա բանի։ Դրա համար տենց չի լինում։ Այսօր ասեմ, մեր ծրագրի մեջ կա, որ պետք է հիմնականում առողջապահությունը անվճար լինի, ուսումը պետք է անվճար լինի եւ կարողանա վարկերի հարցը, որ այսքան վարկեր վերցել են, եղել է տնտեսական ճգնաժամ, համաճարակ, պատերազմ, 3 տարի մարդիկ չեն աշխատել, ապրել են, գոյատևել են, կուտակվել է վարկեր, որ մինչև 3 միլիոն դրամը ցանկացած ընտանիքը կարող է 3-4 հոգի, որ պետությունը ներում շնորհի, որ այս ճայիճի մեջից կարողանան դուրս գան, ոչ թե աշխատածը տանեն, հանձնեն, տան, ասենք թե վճարեն բանկերի տոկոսները փակեն։ Սա է պարտադիր, որ պետք է լինի։ Գյուղնախարարություն պետք է բացվի, գյուղացին անտերամնաց է, ոչ տեր ունի, թե որտեղ դիմի։ Դրա համար անպայման պետք է այդ հարցերը կարգավորվի, ժողովուրդը։ Չէ դե ժողովուրդը Անդրեևի տակ է, բայց Անդրեևը լիություն է, նորից ասեմ, Անդրեևից մենք չենք գալի։ Իմացեք ժողովուրդ ջան, բոլոր ծրագրերը կա, միայն ձեզ մնում է մասնակցեք, ում ցանկանում եք, ում հավատում եք, ձեզ ցավը տանեմ, ձեզ ձայնը տվեք, բայց կարևորը մասնակցեք։ Պարզա խիստ է, պարզա նայում են ծանոթ բարեկամ տղային են գործից անում, հարկային է գալի, պարզած այն մի ասեք, բայց ոնց լինի, այդ վիճակից պետք է դուրս գան։ Ամենակարևորը մի բան, անկախ ամեն ինչից, սպասեք լավ փոփոխությունները, որ պետք է մեծ ներդրումային ծրագիր, որ ժողովուրդը իր առօրյայի վրա զգա,